Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի հուլիս ամսվա տարրո կանխատեսումը ձկներ նշանի համար։ Սիրելի ձկներ, ինչպես միշտ 5-ական քարտով նայելու ենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև 1-ական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորը ձեր կյանքում զգալու եք, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր ոլորտներում, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի և բոլոր ձկներին է վերաբերվում։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական հորոսկոպ, անհատական տարրո կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով, կոնսուլտացիան օնլայն է։ Այսպիսով, սիրելի ընկերներ, անցնենք մեր կանխատեսմանը։ Ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ գայթակղություններով, այնպես որ զգույշ եղեք։ Գայթակղություններ լինելու են բոլորի կյանքում։ Մեկի մոտ հնարավոր է օրինակ չարաշահում, ալկոհոլի չարաշահում, յուղոտ սննդի օրինակ չարաշահում, կամ եթե ինչ-որ սննդակարգ ունեք, գուցե խախտեք այդ սննդակարգը։ Ինչ-որ հարցեր կարող են լինել նաև արագության հետ կապված, գուցե ինչ-ինչ պատճառներով ստիպված լինեք արագ մեքենան վարել, բայց ցանկալի չէ, շատ զգույշ եղեք։ Կամ գուցե ազարտային խաղերով տարվեք, զգույշ եղեք, այս քարտը նման հարցեր կարող է բերել։ Ինչպես նաև զգույշ եղեք, որ նոր ինչ-որ բացասական սովորություն չունենաք, քանի որ հնարավոր է ինչ-որ գործեր սկսեք կատարել, գուցե օրինակ ամենահասարակ, միշտ ժամը 6-ին եք առավոտյան արտանում, սկսեք արտանալ ժամը 10-ին, դա եւս վատ սովորություն է համարվում եւ այդպիսով ընթանա այդ վատ սովորությունը։ Այնպես որ զգույշ եղեք։ Եթե պետք է ինչ-որ գործ արկնքեք, փաստաթուղթ ստորագրեք, եղեք շատ զգույշ, քանի որ հաջորդ քարտը խոսում է հենց դրա մասին, գուցե արք ու վաճառք լինի կամ աշխատանքի պայմանագիր լինի, բայց համենայն դեպս ինչ-որ գործ արկնքելիս եղեք շատ զգույշ, որ նաեւ տեսնեք ստորջրյա քարերը, որոնք փակ կլինեն ձեզ համար։ Որևէ ընտրության առջև եք կանգնելու, բայց շատ մշուշոտ է լինելու ձեր միտքը, դժվար է կենտրոնանալու, որպեսզի կարողանաք ընտրություն կատարել։ Անընդհատ տատանվելու եք ամսվա ընթացքում։ Գումարի տեսանկյունից իհարկե գումար ստանալու եք, բայց նաև լինելու են ծախսեր։ Կարևոր է, որ կարողանաք այդ բալանսը պահպանել։ Եվ ինչ որ կին, ով ծնված է կրակի տարերքի ներքո, դա է առյուծ, խոյ կամ աղեղնավոր, ինչ որ ձև ձեր կյանքում դեր է ունենալու այս կինը։ Նա կարող է լինել թե ձեր շրջապատից որևէ մեկը, թե կարող է լինել նոր ծանոթություն։ Այս կնոջ հետ կապված, գուցե նոր ընկերուհի հայտնվի տղաների կյանքում, կամ ոչ միայն տղաների աղջիկների եւս, նոր հարևանուհի, նոր գոլեգա եւ այլն, կամ եթե ընտանիքի անդամում կան նման նշանի ներքո ծնված, ապա նրա հետ կապված ինչ-որ փոփոխություններ։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված, առաջինը լիալուսին ենք ունենալու ամսի 10-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու լիալուսինը։ Այս ժամանակահատվածում հնարավոր է վիճաբանություն ունենաք կամ ուղղակի կոնկուրենցիան մեծանա ձեզ համար, լեզվակռիվ հնարավոր է լինի, եւ նորալուսին է լինելու ամսի 24-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը թողնելով այս ժամանակահատվածում, սիրելի ընկերներ, նոր էներգիա է լինելու, հնարավոր է մայրություն, հնարավոր է ուղղակի ինչ-որ իրավիճակ ստեղծվի, որը ձեզ համար դեռևս պարզ չի լինի, մի փոքր պետք է սպասել, որ այն պարզվի ձեզ համար, կամ ուղղակի կուժեղանա այս ժամանակահատվածում ձեր ինտուիցիան։ Այսքան է, սիրելի ընկերներ, կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։